Սողոմոնը իր աղոթքի մեջ այսպիսի մի աղոթք էր անում, ասում էր՝ ու իմաստություն տուր ինձ Տեր, որ քո ժողովրդին կարողանամ առաջնորդել, որ քո ժողովրդին կարողանամ ճիշտ առաջնորդ, ճիշտ թագավորել, ճիշտ ղեկավարել։ Ես երբեմն այս աղոթքին նայելով ասում եմ Տեր Աստված, որքան առավել մենք իմաստության կարիք ունենք, որքան ավելի շատ կարիք ունենք, որովհետև մենք ժողովրդին ոչ թե առաջնորդում ենք այս տեսանելի թագավորության մեջ, այս ֆիզիկական աշխարհի մեջ, այլ մենք մարդկանց պետք է օգնենք եւ առաջնորդում ենք մարդկանց, նկատի ունեմ ամեն մեկս ուղղորդում ենք, ամեն մեկս խոսում ենք ինչ որ մեկերի հետ եւ մենք առաջնորդում ենք եւ ուղղորդում ենք մարդկանց անտեսանելի թագավորության մեջ եւ ես ամեն անգամ սա կարծես շահարկում եմ Աստծո մոտ աղոթքի մեջ ասեմ Տեր մեզ ավելի շատ իմաստություն ա պետք մենք անտեսանելի թագավորության մեջ ենք ուզում ժողովրդին առաջնորդել սեներ համաձայն եք թե չէ սեներ ես ձեզ աղոթքի բանալիներ եմ տալիս որ կարողանաք աղոթքի ժամանակ հիշացնեք ասեք Տեր մենք ես իմ երեխային առաջնորդում եմ անտեսանելի թագավորության մեջ ինձ իմաստություն տուր ոնց վարվեմ իմ երեխայի հետ իմ ամուսնու իմ կնոջ հետ իմ հարազատի հետ ոնց վարվեմ չէ որ ես նրան պիտի առաջնորդեմ կամ ուղղորդեմ անտեսանելի չերևացող թագավորության մեջ Աստված օրհնի բոլորից եներ կուզենամ այս խոսքը հիշացնեմ եւ այս խոսքի հիմքի վրա պիտի միասին աղոթենք սեներ այսինքն մի այդ խոսքի հիմքի վրա աղոթք անենք եւ շարունակենք սեներ այս խոսքը գրված է մի վարքյան գրված է հես ասեմ որտեղ է գրված Դանիել մարգարեության մեջ Դանիելի 9-րդ գլուխ 22-ը եթե չեմ սխալվում եւ Դանիելը տարբեր բաների համար աղոթքի մեջ էր տարբեր խնդիրներ, հարցեր, նույնիսկ իր մեղքն էր խոստովանում, իր ազգի համար էր աղոթում, կարծես մի քանի հարցերով սենց եկել էր աղոթքի մեջ Տիրոջ առաջ եւ Տիրոջ հրեշտակը հայտնվում է նրան եւ տեսեք ինչ է անում հրեշտակը նրան եւ եկավ հասկացրեց ինձ սա Տիրոջ հրեշտակի համար Դանիելն ասում եւ Տիրոջ հրեշտակը եկավ եւ հասկացրեց ինձ ասելով ով Դանիել հիմա եկա որպեսզի քեզ խելամտություն եւ քեզ հասկացողություն պարգևեմ ով Դանիել ես լսեցի քո աղոթքը ես հասկացա իրավիճակը եւ ես եկել եմ ի պատասխան քո աղոթքների բերել եմ քեզ խելամտություն եւ հասկացողություն տամ գիտեք միշտ չի որ Աստված գալիս է եւ մեր ուզածը մեզ տալիս է Երբեմն մենք ուզում ենք Աստծուց ինչ-որ բան, որ ինքը սենց անի, ինչ-որ բան փոխի, ինչ-որ բան տա կամ ինչ-որ բան հեռացնի անի, բայց հետաքրքիր է, որ Աստված երբեմն նրա պատասխանը գալիս է ընդհանրապես ուրիշ կերպ, նրա պատասխանը գալիս է այսպես, նա բերում է հասկացողություն, նա բերում է լուսավորություն, նա բերում է մեզ, գիտեք, իմաստություն, որ մենք ինքներս հասկանանք, որը ընտրենք ինչպես վարվենք, ինչպես անենք, փաստորեն Աստված ոչ թե մեզ մի խնդրի լուծման կարծես դեղամիջոց է տալի, որ մի խնդիր լուծենք, այլ ընդհանրապես Աստված տալիս է մեզ հասկացողություն ընդհանրապես լուծումների համար, ելքեր ընդհանրապես միջոցների համար։ Գիտեք, երբեմն Աստված ոչ թե մեզ ինչ-որ մի չարիքից փրկում է, այլ իմաստություն եւ զորություն է տալիս ինչպես վարվել այդ չարիքի հետ։ Երբեմն Աստված ոչ թե ինչ-որ մարդու հեռացնում է քո կողքից, այլ իմաստություն է տալիս դու ընդհանրապես այսուհետ ինչպես վարվես մարդկանց հետ։ Այսպես, երբ որ Աստված աղոթում ենք ոչ թե խնդիրն է հեռացնում, այլ Աստված իմաստություն է տալիս մարդուն, ընդհանրապես ինչպես արձագանքեմ խնդիրների հետ։ Աստծո պատասխանները գալիս են երբեմն ոչ թե մի առիթի համար, այլ համընդհանուր մի առիթի համար ցեներ։ Ուզում եմ այս աղոթքը մեր նստած տեղից ասենք Տեր, բեր հասկացողություն, որոնք կծառայեն մեզ ելքեր, բեր լուսավորություն, որոնք օգտակար կլինեն մեր կյանքի համար, մեր ընտանիքի համար, հզոր Աստված լուսավորիր մեզ, հասկացողություն տուր, իմաստություն տուր մեզ, Սուրբ Հոգի հզոր Աստված, եւ Տիրոջ Հոգին գրված է, որ շրջում էր ջրերի վրայով, եւ Տերն ասեց, թող լույս լինի, Տեր, լուսավորեցիր երկիրը, լուսավորիր մեր սրտերն էլ, ինչպես լուսավորեցիր ամբողջ երկիրը, լուսավորիր մեզ էլ այսօր, Տեր, լուսավորիր մեր կյանքերը նույնպես Տեր, ինչպես կառուցեցիր երկինքն ու երկիրը, մեր կյանքն էլ կառուցիր քո ուզածի պես, մենք դրա կարիքը շատ եւ շատ ունենք Տեր, օրհնում ենք քեզ, փառավորում ենք քեզ քո սուրբ անունդ, ամեն, 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 սիրելիներ, ամեն, ամեն։ Աստծո հոգին շրջում էր,
ոչ մի բան տեղի չէր ունենում միջև այն պահը, երբ որ Աստված խոսեց։ Այո, կար Աստված, բայց գործողություն չէր տեղի ունենում։ Ոչ մի խավար չէր փոխվում դեպի լույսի, ոչ մի կարծես բնություն ծառերով չէր լցում, ոչ մի բան չէր լինում միջև այն պահը, երբ որ խոսեց Աստված։ Գիտեք, Աստված ամենուր է, բայց երբ որ նա սկսում է մեր կյանքի հետ խոսել, նա սկսում է փոխել։ Թող այսօր Աստված խոսի ինչ որ բաներ, որը մեզ համար կյանքի փոփոխության հիմք կհանդիսանա։ Առաջի բանը, որ ուզում եմ շատ արագ ակնարկեմ, այսօր մեր եղբայրներից էլ անդրադարձան, մի օր աշակերտները այսպիսի հարցով մոտեցան Հիսուս Քրիստոսին։ Եվ դա այն հարցն է, որը գրեթե բոլոր ժամանակներում հետաքրքրում է քրիստոնյա աշխարհին։ Խնդրում եմ ձեր ուշադրությունը, հարց, որը միշտ մտատանջում է, հարց, որը միշտ անհանգստացնում է մարդկանց, երբ է գալու Հիսուսը։ Այս վերջերս մեկը զանգեց ինձ եւ ասեց, ձեր համարը, չգիտեմ որտեղից էր գտել իմ համարը, ասեց, խնդրում եմ ինձ պատասխանեք այս հարցին, վաղը գալու է Հիսուսը թե չէ։ Մեկ ուզում էի միանգամից պատասխանել, ասել 2000 տարի սպասել եք, մի օր է սպասեք։ Հետո ասեցի, չէ, հումորային չպատասխանեմ, չեմ ճանաչում, այս մարդը կասի, տարօրինակն ով է, ասի, ով ասե ժամանակներից, որտեղից եք վերցրել ժամանակը, դե ասին, ինչ որ մեր հոգևորներից, մեր խմբից մեկը օրը հայտարարել, ժամը հայտարարել, վերջերս sense տարածվել էր։ Սերներ, հենց որ լսում եք օրվա հետ կապված, դա հենց նշան է, որ արդեն սուտ է դա։ Կրկնում եմ, հենց որ լսում եք Հիսուս այսինչ օրը գալիս է, դա հենց առաջի ամենաբացայտ նշանն է, որ արդեն դա խաբկանք է, որովհետև այս հարցին նույնիսկ ինքը Աստված Հիսուս Քրիստոսը չպատասխանեց այս հարցին։ Եկեք վերադառնանք այս խոսքին։ Հիսուսն ասեց, աշակերտները հարցրեցին Մատթեոս ավետարանի 24 գլխի մեջ, տեսեք ինչ է գրված, ասա մեզ, երբ են դրանք լինելու, որն է լինելու քո գալստյան ու աշխարհի վերջի նշանները, սա բոլորին շատ անհանգստացնում է, երբ աշակերտներ ուզում են ստույգ ժամանակը իմանային, մոտավորապես, հա, կամ չգիտեմ, Տեր ասա մեզ նշան, ասա մեզ ժամանակ, նրանք ֆիքսված էին, ասա մեզ ժամանակը երբ է լինելու։ Եկեք նայենք, արդյոք Հիսուսը ինչ արձագանքեց այս հարցին։ Սիրելի եկեղեցի, բոլորիդ ուշադրությունն եմ խնդրում էկրանների վրա, մենք կտեսնենք հիմա Հիսուսի պատասխանը։ Հետարքիր է ձեզ Հիսուսը ինչ պատասխանեց, թե չէ։ Հա, պատասխանը գրված է հաջորդ խոսքում։ Հիսուսը պատասխանեց ու ասեց նրան։ Գիտեք սա ինչ է, գիտեք ես տակի մասը չեմ գրել, որովհետև ես տակի մասը եթե գրեմ, որ շատերը տեղյակ եք։ Բայց թողել եմ այս կտոր, այս հատվածը, որպեսզի ձեզ ցույց տամ, որ Հիսուսը այս հարցին փաստորեն պատասխանել է։ Սիրելիներ, Հիսուս այս հարցին պատասխանեց, թե չէ։ Աշակերտների հարցին, թե ինքը երբ է գալու, գրված է, որ Հիսուսը պատասխանեց։ Փաստորեն գրված է, որ Հիսուսը պատասխանեց, բայց հետագա հասկացողությունը կախված է մարդու պատկերացումներից։ Աշակերտները ուզում էին ժամանակ իմանային, բայց Հիսուսի պատասխանը սա էր. ոչ թե ժամանակի հետ է կապված իր գալուստը, այլ ինչ որ գործողությունների հետ է կապված իր գալուստը։ Ժամանակը չի որոշում միայն, թե ինքը երբ պիտի գա, այլ ինչ որ բաներ պիտի լինի, ինչ որ գործողություն պիտի լինի, իր գալը կախված է ոչ թե իր որոշած ժամանակ, այսօր ասել եմ կգամ, այլ ինչ որ բաներից է կախված։ Եկեք նայենք Հայտության վերջի գիրք, Աստվածաշունչը վերջանում է ստողերով, հոգին եւ հարսը ասում են եկ Տեր Հիսուս։ Ոնց թե հոգին եւ հարսն են որոշում, երբ գա Հիսուսը, թե Աստծո որոշած ժամանակներն են որոշում, սերներ։ Փաստորեն ինչ որ բան կա, որ կախված էր ոչ թե Աստծուց ի զարմանս մեզ, այլ կախված էր մեկ ուրիշ բանից, սերներ։ Եվ Հիսուսը շարունակության մեջ այս հարցին այսպես է պատասխանում. եւ նրա գալուստը վերջի նշանները կլինի ինչպես Նոյի ժամանակ, սերներ։ Պատասխանում է ինչպես Նոյի ժամանակ էր, որոշները մարդիկ ուտում էին, խմում էին, իրենց կյանքն էին ապրում։ Գիտեք, գրած չի, որ մեղքի մասին, չարության մասին, գրված է, որ մարդիկ զբաղված էին տարբեր բաներով։ Իսկ Նոյը եւ իր ընտանիքը զբաղված էր տապան կառուցելով, նրանք սպասում էին ջրերի հեղեղներին։
Եկեղեցու գործը պիտի լինի պատրաստվելը սիրներ նրա գալուստին։ Եվ գրված է միջև այն պահը, երբ որ Նոյը մտավ տապանը, վերջը գրված է կախված էր Նոյի տապան մտելուց։ Երբ որ Նոյը մտավ տապան, փաստորեն ջրհեղեղի սկսվելը կապ ուներ Նոյի տապան մտնելու հետ։ Ասում է, երբ որ միջև այն պահը, երբ որ Նոյը մտավ տապան, փաստորեն երբ որ Նոյը մտավ տապան, դա արդեն իսկ վերջն էր։ Աստված ասեց, եւ Աստված տապանի դուռը գրվածա փակեց։ Սիրելիներ, ես դրա մասին երբ նորից եղել առիթներ ասել եմ, պատկերացնում եք Նոյը սարքում էր տապանի ինչ որ մի հատված, մեկ էլ Աստված դուռը փակեր եւ ջրեղեղ բերեր, ինչ կլիներ։ Բոլորը կխեղդվեին։ Տապանի կեսը սարքած չներ, Աստված ասեր մեկ է, ես իմ ժամանակը որոշել եմ պիտի ջրեղեղը գա։ Ես եմ ժամանակների Տերը, ասել է ես ինչ թվին վերջ գալիս եմ։ Դրա համար Հիսուսը ասեց ոչ մեկ չգիտի դրա պատասխանը։ Այո, նշեց միայն Հայրը գիտի, ինչի նշեց Հայրը գիտի, որովհետև Հայրը ամեն բան գիտի, ամբողջ հարցը սա է, որ Հայրը գիտի, նա նշանակում է նա ամեն բան գիտի, չկա մի բան, որ նրա տեղեկատվությունից դուրս լինի, բայց ինչ որ վերաբերում է ոչ հրեշտակները, ոչ մարդու որդին, նրանք չգիտեն, բայց մենք հասկանում ենք, բացատրում է, որ ջրհեղեղի գալը կախված էր Նոյից, Հիսուս Քրիստոսի գալը անմիջական կապ ունի եկեղեցու գործից եներ։ Եվ Հիսուսը պատասխանեց այս շարունակության մեջ, այսպես պատասխանեց, կլսեք պատերազմներ, կլսեք երկրաշարժներ, կռիվներ, նշում եմ դա վերջը չի, մոլորություններ կգան, դժվարությունների մասին է խոսում, սովերի մասին է խոսում, բայց ասում է դա չի վերջը։ Հետարքիր է Հիսուսը նախ եւ առաջ պատասխանում է այս հարցին, որ հանկարծ մարդիկ պատերազմ հենց դենի չասեն, վայ, էս ինչ է, համաշխարհային երրորդ պատերազմը սկսեց, հեսա Հիսուսը գալիս է։ Հիսուսը նախապես այդ հարցին պատասխանել է, իմ գալուստը համաշխարհայինների հետ կապ չունի։ Ինչ որ տեղերում տեսնում ենք սով է, ինչ որ մեկի խալաձենիկը քչանում է, ինչ որ էկոնոմիկայի ճնշում խնդիրներ է, մեկ ասում է, մարդը ասում է, ահա, եկավ, հեսա, հենց աշխատավարձը քչացնում են, մեկ էլ հայացքն ուղղում է դեպի Հիսուս, հեսա գալիս է։ Սիրելիներ, ասում է ոչ մի բանի աղետի հետ, ոչ մի աղետի հետ չի կապում Հիսուսի գալուստը եւ նշում է, որ դրա հետ կապ չունի։ Երբ որ բովանդակ աշխարհ ավետարանը քարոզվի, բերում է պատասխանատվությունը, գցում է եկեղեցու վրա։ Եկեղեցին ինքը պիտի որոշի, եկեղեցու գործառույթից է կախված նրա գալուստը։ Իսկ Աստվածաշնչի վերջում ապացուցում է հոգին եւ հարց ասում են եկ Տեր Հիսուս։ Սիրելիներ, կրկնում եմ, Հիսուսի գալուստը կապ ունի եկեղեցու գործառույթի հետ, ոչ թե ժամանակների հետ, ոչ թե աղետների հետ։ Աշխարհը միշտ է ունեցել պատերազմներ, հալածվել են քրիստոնյաները, միշտ են հալածվել, այսօր էլ շատ երկրներում քրիստոնյաներ հալածվում են, ես սպանվում են սեներ։ Հիսուսը նշում է իմ գալը դրանց հետ կապված չի, այլ ավետարանը տարածվելու եւ տարածվելու մեջ է սեներ։ Այսօր ավետարանը տարածում է։ Եվ տեսեք Նոյի ժամանակներում երկու տեսակի մարդիկ կային՝ տապանը կառուցողներ եւ զբաղվածներ։ Կրկնում եմ, տապանը կառուցողներ եւ ուրիշ բաներով զբաղվածներ սեներ։ Այսօր եկեղեցին ես երբեմն բաժանում եմ իմ մտքի մեջ երկու տեսակի մարդկանց՝ զբաղված Աստծո գործով եւ զբաղված աշխարհի գործով սեներ։ Աշխարհի գործերը կարևոր են սեներ, բայց եկեղեցին այնքան մեծ գործառույթ ունի, եկեղեցու միտքը պետքա սա լինի, Հիսուսը շուտով գալիս է, ինչ ես կարող եմ անել, ես պիտի իր գործը գործեմ, ամեն մեկը իր անելիքով այդ գործը պետքա գործի։ Եվ ուզում եմ անպայման անդրադառնամ Հովհաննես Մկրտիչին, ինչի համար, որովհետև Հովհաննես Մկրտիչը Հիսուս Քրիստոսի գալուստը պատրաստողն էր։ Նա Հիսուս Քրիստոսի առաջի գալուստի պատրաստողը Հովհաննես Մկրտիչն էր։ Եկեք նայենք Հովհաննես Մկրտիչին որպես գալուստ պատրաստողի օրինակ։ Ինչպիսին էր նրա կեցվածքը, տեսքը, իր բրենդային հագուստը, իր մենյուն, ինչպիսին էր։
ահավոր սիրելիներ։ Պատկերացնում եք ինչ որ մեկը ներկայացնում էր երկնքի արքայությունը, ներկայացնում էր այդպիսի հռչակավոր թագավորություն, այդպիսի մեծ արքայություն էր ներկայացնում, այդպիսի մեծ հեղինակավոր բաներ ներկայացնում, եւ եկեք պատկերացնենք նրա տեսքը։ Դուք կգնեք մի խանութից մի ապրանք կամ ինչ որ բրենդից մի բան կգնեք, եւ որ տեսնեք ճղճղված, գեշ, sense որ ահավոր շորերով մեկը, մեկ էլ գովազդի օրինակի համար ինչ որ ապրանք չենք առնի, կասենք Մարդես մարդուն նայում եմ, ես սրա ապրանքը ոնց առնեմ։ Ոնց կարելի էր նման թագավորությունը ներկայացնելը, Հիսուս Քրիստոսի գալուստը ներկայացնելը, որովհետև Հովհաննես Մկրտիչը եկել էր, նա պատրաստում էր Հիսուսի գալուստը։ Նա ասում էր երկնքի թագավորության մասին, որ պիտի գա Հիսուսը։ Եվ նայեք ներկայացուցիչը ինչպես էր հագնված էր ուխտի բուրդ, էնել անապատում եւ ուտում էր վայրի մեղր։ Ինչ էր սա նշանակում, ինչ էր սրա կեցվածք, ինչու էր այդպիսին սեներ։ Հովհաննես Մկրտիչը ցույց էր տալիս, որ այն ինչ որ ես գտել եմ, աղբ է այն ամենի հետ, ինչ որ դուք ունեք։ Հովհաննես Մկրտիչը այնպես էր քարոզում եւ այնպես էր հագնված, իր ամբողջ հագու կապը, իր ամբողջ դիզայնը ցույց էր տալի, որ ինձ բացարձակ այս աշխարհը չի հետաքրում։ Ինձ ընդհանրապես ձեր մենյուն ինձ չի հետաքրում։ Ձեր մոլերի շորերը ինձ չի հետաքրում։ Ես այնպիսի թագավորություն եմ գտել, որ ես ոչ մի բանի կարիք չունեմ։ Եվ Հովհաննես Մկրտիչը լիցենզավորված գալուստ պատրաստողի օրինակն էր։ Խնդրում եմ ձեր ուշադրությունը։ Ես ժամանակակից տերմիններ եմ օգտագործում, ոչ թե հումորային բառեր։ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստի պատրաստողներն էլ մենք ենք։ Եկեղեցին էլ պատրաստվում է եւ ներկայացնում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Մենք ենք այն ժողովուրդը, որ ճանապարհ ենք հարթում եւ պատրաստում ենք նրա գալստյանը, ինչպես մենք պիտի ներկայացնենք։ Այո, շատ կարեւոր է կոկիկ լինելը, մաքուր լինելը, գեղեցիկ սիրուն լինելը, տեսքը կարևոր է, այո, սիրելիներ, բայց այդտեղ մի հատ ուրիշ նրբություն կա, ոչ թե Հովհաննես Մկրտիչը մեզ համար օրինակ է, որ իրապես հագնվենք, իրապես ուտենք, ոչ սիրելիներ, այլ մտածելակերպ կա, որ Աստված ուզում է փոխանցի այս ժամանակների մեջ նույնպես գալուստ պատրաստողները Էնել Հիսուս Քրիստոսի գալստյանը պատրաստվողները եւ նրան ներկայացնողների համար պիտի այս աշխարհի մեջ եղած բաները արժեք չունենան։ Քրիստոնյան երբեմն այնքան է նեղվում իր չունեցածների պատճառով, այնքան է տխրում իր չունեցածների պատճառով, այնքան է սրտնեղվում իր չունեցածների պատճառով եւ ասում է Ես էլ ոնց ներկայացնեմ Հիսուսի մասին։ Ես որ նայում եմ այնքան բան ես չունեմ։ Գիտեք ինչի են երբեմն լավ չասեմ, չանդրադառնամ դրան։ Քրիստոնյաների սերներ, մեր կյանքը պիտի ցույց տա, որ մեր ունեցածը ավելի կարևոր է, քան մեր չունեցածները։ Մեր ձեռք բերած այնքան մեծ է, որ մենք հաշվի չենք նստում մեր չունեցածների հետ։ Այո, կան բաներ, որ չունենք։ Այո, այս աշխարհում կան բաներ, որ չունենք, բայց մեր գտածը մեզ այնքան ուրախություն է տալիս։ Մեր ունեցածը մեզ այնքան ուրախություն է տալիս։ Մեր ունեցածը մեզ այնքան թանկ է, որ մենք թույլ չենք տա, մենք սրտնեղվենք մեր չունեցածների պատճառով, որովհետև որ համեմատում ենք ինչ ենք գտել, ճիշտ չի, արդար չի։ Ես երբեմն տեսնում եմ քրիստոնյաներին անենց տխուր, ասում եմ այն աշխարհիկ մարդը, այն անհույս մարդը, էլ է թա իրան քցի էլի։ Այն աշխարհիկ մարդ ասել, էլ ես չգիտեմ, էլի խեղճ այդ աշխարհիկ մարդուն նայում ասում եմ, ինչ անի։ Հոգևորներին երբեմն այնքան էս մխիթարում, հոգևորը կարիք չունի, էլ չգիտի, հոգևորը պետք է լինի մխիթարող, անընդհատ մխիթարություն է փնտրում։ Հոգևորը պետք է լինի քաջալերված, որ քաջալերի, բայց անընդհատ քաջալերություն է փնտրում։ Եվ երբեմն սա է պատճառը, որ եկեղեցին ամենաշատը զբաղվում է եկեղեցով։
Սա է պատճառը, որ շատ ժամանակ քարոզիչները ամենաշատը զբաղվում են եկեղեցով։ Սա է պատճառը, որ շատ ժամանակ եկեղեցին մենակ զբաղվում է եկեղեցով։ Սիրելի եկեղեցի, մեր գտածը ավելի կարևոր է, քան մեր չունեցածը։ Մի հատ օրինակ բերեմ։ Չգիտեմ ոնց գցեմ տեղը, բայց բերեմ։ Գիտեք, երբեմն մարդ իր երեխային մեծացնում է բարի բուն իմաստով անդաստիրակ, կապ չունի հոգևոր թե աշխարհիկ, որովհետև այսպես ասում, այնքան բաներ չեմ առնում, գոնե ինչ ասեմ հա։ Ես իրան այն շորից չեմ առնում, ես իրան այն կոշիկից չեմ առնում, ես իրան կոլա ու չիփս չեմ առնում, էլի, էդ էլ նկատի ունի։ Ես իրան այս բաները չեմ առնում, այնքան բաներից եմ զրկում իմ երեխուն ամբողջ, այնքան բաներից եմ զրկում դրա համար, քանի որ ես ինքը ուշադիր լսի, դրա համար ինքը, քանի որ իրան լիքը բաներից զրկում եմ, դրա համար ինչ ասում եմ, հա, թույլ մի տուր։ Զրկանքներ ինչ որ բաներ չունի, բայց դրա արդյունքում դառնա անդաստիրակ։ Հանուն ինչ որ բանի, սարքեմ իրան անդաստիրակ, վայ ես ինչ բանը չկերավ, կործանեմ երեխուն, մենակ նրա համար, որ ինչ որ բաներ ինքը չունի, սա մտածելակերպ է, անեմ բաներ, տամ բաներ, որովհետև բաներ կա ինքը չունի, այո, բաներ կա ինքը չունի։ Գիտեք, ծնողներ կան ստրես են ապրում, երբ որ ասեն չկա մի բան։ Ծնողներ կան վախենում են այդ բառից, հանկարծ երեխուն ասեն չկա, չունենք։ Սիրելիներ, ձեր տան մեջ օգտագործեք, խնդրում եմ ձեզ, վստահեք ինձ, օգտագործեք այս բառը, չունենք։ Չկա այսօր։ Քաջ եղեք, հանուն նրանց չկործանման։ Ասեք բաներ, չկա այսօր, ինչ, էսա։ Բայց մի գնացեք փողզիջումների, մի գնացեք փողզիջումների սեներ։ Եկեք վերադառնանք մեր առօրյայի մեջ։ Երբեմն մենք ճիշտ նույն ձևի նայում ենք աշխարհի հետ եւ համեմատում ենք մեզ եւ ասում ենք, օ, մենք ինչ չունենք, վայ մենք էս չունենք, վայ մենք եւ մարդը գիտեք ինչ անում, ընկնում է զոհի թակարդի մեջ եւ ասում է, ես էլ ինչ վկայեմ, ես էլ ինչ պատմեմ, ես էլ ինչ աղոթեմ, այս զոհի թակարդի մեջ երբեք չհայտնվես։ Քո գտածը ավելին է, քան քո ինչ որ բաներ չունենալը։ Երբ որ նայում ենք աշակերտների կյանքը, երբ որ նայում ենք Հիսուսի կյանքը, ասում ենք ամենազրկված, ամենա տառապած մարդիկ են, բայց նրանք այնինչ որ գտել էին։ Քրիստոնեություն ավելի լուրջ բան է, սիրելիներ։ Ինչի եմ սա ասում, որովհետև երբեմն մենք մարդկանց հրավիրում ենք եկեղեցի ինչ որ առաջարկով, արի եւ քո համար օրինակի համար լավ կլինի։ Օգտվելով առիթից ձեզ մի բան ասեմ, ինչ գնով մարդուն բերենք եկեղեցի, ավելի մեծ գնով իրան պիտի պահենք եկեղեցում։ Եթե մենք բերենք եկեղեցու, արի քո գործը լավ կլինի, օրինակ եմ ասում, մենք ավելի մեծ գնով էլ պիտի հետո իրան փորձենք պահել, ասենք ոչինչ, հեսա լավ, ոչինչ, հեսա լավ, հես արի եկեղեցի, որովհետև դու Աստծո կարիքն ունես։ Արի եկեղեցի, որովհետև դժոխքը բոլորի սպառնալիքն է։ Այսինքն կան ավելի իրական պատճառներ սեներ։ Լավ, ես ուզում եմ վերադառնանք հոգևորներիս հետ կապված մի կարևոր բանի եմ ուզում անդրադառնամ։ Ուզում եմ խոսամ Մատթեոս ավետարանի 23-րդ գլխից կարդացի, ուզում եմ կարդանք հաջորդ գլխից 10 կույսերի առակը։ Այս պատմությունից հետո գալիս է 10 կույսերի առակ եւ ուզում եմ այնտեղ մի կարևոր բան կա, միասին նայենք եւ դրանից հետո պիտի աղոթենք սեներ։ 10 կույսերի առակի մեջ խոսում է, որ 5-ը իմաստուն էին եւ 5-ը անխելք են։ Ես կարծում եմ այստեղ մարդ չի լինի, որ 10 կույսերի առակի մասին լսած չլինի։ Նրանք 10-ն էլ ունեին ջահեր, նրանցից յուրաքանչյուրը սպասում էր իր փեսային։ Կրկնում եմ, ունեին ջահերը, ունեին սպասելու այդ կարողություն, նրանք սպասում էին, նույն ջանք ունեին, եռանդ ունեին եւ այլն։ Բայց հետարքիրա նրանցից 5-ին, ասում է իմաստուն, նրանցից 5-ին, ասում է հիմար, անմիտ։ Երբ որ կարդում ես այս խոսքը, ասում ես, միթե նորմալ է, լույս ունեցողին, ջահ ունեցողին, փեսային սպասողին անվանել հիմար։
Արդյոք ճիշտ վերաբերմունք է։ Արդյոք Աստվածաշունչը ճիշտ է արձագանքում այս մարդկանց հասցեին ուղված այս խոսքը։ Ոնց որ մի տեսակ մի բան են չի։ Բայց Աստվածաշունչը դիտավորյալ Հիսուս այս առակի մեջ հետարքիր խտրականություն է կարծես դնում, բաժանում է այս երկուսին, որովհետև ասում են նրանցից 5-ը ունեին յուղ, իսկ այն մյուս 5-ը չունեին իրենց հետ վերցրած յուղ։ Միակ պատճառը, որ Աստվածաշունչը այս մարդկանց հիմար է ասում այս 5-ին, ինչա թե յուղ չունեին, այո սպասում էին, այո ջահ ունեին, բայց հիմար էին։ Ինչի համար էլ եմ, ես ասում ինչի սենց կոպիտ։ 5-ը ունեին և 5-ը չունեին։ Եվ այս 5-ը, երբ որ տեսնում են փեսան գալիս է, իրենց լույսը մարում է, սպասելու ընթացքում իրենց ճրակը սկսում է մարել, հանգել։ Եվ նրանք խառնում են իրար և ասում են իրենց կողքին մյուս 5-ին ասում են մեզ համար յուղ գտեք, մեզ ձեր յուղից տվեք։ Երբ որ այս մարդիկ սկսում են յուղից ուզել, գիտեք ինչ խորհուրդ են նրանց տալիս, եւ այս խորհուրդը այսօր մեր աղոթքի տան եկեղեցուն իմ այսօրվա խորհուրդն է կամ այսօրվա խոսքն է, որ եկել է փոխանցելու ձեզ յեներ։ Ասում է գնացեք յուղ ծախողների մոտ յեներ։ Այսօրվա իմ կոչը, ես այսօր եթե վերնագիր դնեի, պիտի ասեի գնացեք յուղ ծախողների մոտ։ Ինչ է սա նշանակում գնացեք յուղ ծախողների մոտ։ Սրանով Աստվածաշունչը բացահայտում է, որ կա յուղ, որ անհրաժեշտ է յուղը, դա այն պաշարն է հոգևոր։ Եկեք դրան ասենք պաշար, որով մարդը պիտի սպասի մինչև Հիսուսի գալստյանը։ Այսօր Կարեն աղբերն էր ասում, հա շատերն են սկսում, բայց քչերն են հասնում մինչև վերջ։ Շատերն են գտնում Տիրոջ ճանապարհը, բայց շատերը չեն հավանում նրա ուղիներով գնալը։ Այո, գտանք Հիսուսին, բայց մի տեսակ նրա ուզածով գնալ այդքան էլ մեր սրտին համեմատ չի, մեր ուզածով չի։ Եվ շատերը գտնելով Հիսուսին կորցնում են, որովհետև չեն հավանում նրա ճանապարհները։ Ինչն էր պատճառը։ 5 հոգի ուներ յուղ, պաշար ուներ։ Նրանք կարող էին սպասել, լուսավորվել, միջև կգար իրանց փեսան, բայց այն մյուսների լույսը մարում էր, հանգում էր։ Եվ ես ձեզ ասեմ, սա քրիստոնյաների նույն ձևի այսօր էլ քրիստոնյաները բաժանված են, նրանք ովքեր յուղ են առնում, պաշար են հավաքում եւ քրիստոնյաները ովքեր յուղ չեն առնում։ Եթե խոսքը գնում է վաճառելու մասին, դա նշանակում է դու ինչ որ բան պիտի տաս, որ այն գնես։ Պաստորեն այն ինչ որ գին ունի, յուղ այդ հոգևոր պաշարը, գիտեք փրկությունը ձրի է, բայց մնացած բաները գին արժի։ Երբ որ ասում ենք փրկությունը ձրի է, Հիսուսը ինչ որ գին վճարել է դրա համար, բայց գիտեք աղոթքի կյանքը պարգև չի։ Գիտեք Աստծո խոսքի իմացությունը պարգև չի։ Բնավորությունը պարգև չի, լավ սովորությունները պարգև չեն։ Հոգով լցված կյանքը պարգև չի, զորացած լինելը պարգև չի, առողջ մտածելակերպը պարգև չի, խոհեմ լինելը պարգև չի, իմաստությունը պարգև չի։ Սրանք բոլորը ինչ որ բաներ են, որը մարդը պիտի գնի, բայց մի դեպքում եթե վաճառի։ Գիտեք առողջությունը պարգև չի։ Առողջ լինելու համար նորից գին է պահանջում։ Առողջ ծնվել, ինչ որ բաներ չուտել, շատ թանկ գին է, շատ թանկ գին է։ Գիտեք մարդիկ կան, որ գործերը լավանում է, առողջությունը փչանում է։ Գիտեք, որովհետև որ գործերը լավանում է, սկսում է ինչ ասես իրան թույլ տալ ուտել եւ սկսում է վատանալ։ Մեկ-մեկ ասում ես, այս մարդը սովորական հանգիստ ծնվում էր, քիչ էր ուտում, որտեվ քիչ էր փողը։ Սա օրինակ եմ բերում։ Շատանում է, խնդիրներն են շատանում։ Եկեք վերադառնանք հոգևոր, էս էլ է հոգևոր, էդ էլ է հոգևոր բաներ։ Գին ունի, ինչպես անես, որպեսզի մարդը համբերություն ունենա, որպեսզի մարդը Աստծո խոսքով լցված լինի, որպեսզի հոգևոր լինի, հաղթական լինի, գին ունի։ Ես պիտի ժամանակ տամ, որ Աստծո խոսքը իմանամ։ Ես պիտի մարշրուտն գումար տամ, տաքսուն գումար տամ, որ գամ պաշտամունքի ժամանակ տամ, որ լցվեմ Աստծո խոսքով։ Ես պիտի ժամանակ տամ առավոտյան արթնանալու եւ Աստծո խոսքը կարդալու։ Ես պիտի ինչ-որ բան տամ, որ գնեմ։ Գիտեք ինչն է ցավալի, որ մարդիկ կան
գին չեն վճարում, բայց հույս ունեն, հույս ունեն, հույս ունեն։ Ես քեզ այստեղից ուզում եմ հիասթափեցնելով Աստծո խոսքի հիմքի վրա ասեմ, հույս մի ունեցի։ Լավատեսությունը հրաշալի է, բայց տես, որ քո լավատեսությունը քեզ չկործանի։ Մարդ կա հույս ունի, որ ինչ որ մի օր աղոթքի կրակը բորբոքվելու է։ Ինչ որ մի օր իմաստությունը գալու է, ինչ որ մի օր սերը լցվելու է իր մեջ, ինչ որ մի օր իմաստությունա ձեռբելու, ինչ որ մի օր շնորհքա ձեռբելու։ Գիտեք, բաներ կա, որ պետքա վաճառես 10 քեզանից, պարգևների համար եմ ասել, օրհնություններ կա, օծություններ կա, որ չես կարա օրինակի համար սպասես եւ դրանք գին ունի, պատվելը եւ օծություն ձեռք բերել։ Բաներ կա, որ պիտի պատվես, որ այդ օծությունից ունենաս։ Բաներ կա, պիտի շնորհակալ լինես, որ դրանք փոխանցվի, ամեն ինչ իր գինն ունի։ Վաճառեցիր, տվեցիր, ձեռք կբերես։ Ինչ որ մեկը գալիս է տաքսիով, այս օրերին եկեղեցական դպրոց, մենք եկեղեցում դպրոց ունենք, ինչ որ մեկը տաքսիով ամեն անգամ վճարում է իր տաքսիով, գալիս է պաշտամունքի տեղը նստում է, 3 դաս, 4 դաս լցում է, զորանում է, հետո տաքսիով գնում է, գիտեք, պարզ բան եմ ասում, բայց գին է վճարում։ Ընտանիքն են դե սպասում են, անապաշխար ամուսինը սպասում է, ինչ որ մեկի անապաշխար երեխեքն են սպասում են, բայց դա գին է, որ ինքը գնում է վճարելու, միայն նյութականի մասին չի, վճարում է, որպեսզի ինչ որ մի բան ձեռք բերի։ Սիրելիներ, երբ որ դու տեսնում ես ինչ որ մեկին աճած, ինչ որ մեկին հաղթական, ինչ որ մեկին զորացած, քո մտքում երկու միտք կարածակի։ Աստված բարի է, մարդ կա անտեղյակ, ասում է Աստված բարի է, այսինքն ինչ ասում, Աստված բարի է իր հանդեպ, բայց ոչ քո։ Աստված բարի է մեկի հանդեպ, բայց ոչ իմ։ Աստված անաչառ է։ Աստված այո բարի է, բայց նա բոլորի հանդեպ է բարի, բայց նրա բարությունը, գիտեք, Աստված սեր է, բայց չի կարող բոլորին փրկի։ Սեր լինելով, փրկիչ լինելով, չի կարողանում փրկի բոլորին։ Ինչքան մարդ է գնում դժոխք, լինելով Աստծո սերը, աշխարհում թակավորելով Աստծո սերը, հա, լինելով Աստծո սերը, ողորմությունը, մարդը այդպես էլ գնում է դժոխք։ Այսինքն նույնիսկ նրա սերը չի կարողանում փրկի հազարներին սիրել։ Հույս ունենալը լավ բան է, բայց այս 10-ը, քանի որ իմաստուն էին, եւ նրանք գիտեին ինչպես է ձև, ասեցին գնացեք յուղ վաճառողների մոտ, գնացեք տեսեք ոնց կարասեք յուղից գնեք, յուղ կա որ պիտի համբերությունով գնես, յուղ կա որ պիտի սпасելով գնես, յուղ կա որ պիտի պատվելով գնես, սիրելով գնես, ժամանակ դնելով, ֆինանսներ դնելով, ամեն ինչ իր գինն ունի։ Երբ որ մարդը բոլոր այս գինը վճարում է, մի օր տեսնում ես այս զոհաբերության սիրտը, այս մի օր տեսնում ես նրան բերել է հոգևոր ճիշտ մակարդակի մեջ եւ տեսնում ես այս մարդը փոխվել է։ Ինչի հաշվին է փոխվեց մարդը։ Ինչի այս մարդը դառավ ավելի հոգևոր, որովհետեւ այս մարդը պատրաստ էր ինչ որ բաներ իրենից թողելու, զոհաբերվելու եւ հետո ձեռք բերելու։ Սիրներ, նրանք ովքեր չունեն ցանկ, չունեն հունցք։ Նրանք ովքեր չեն վճարում, չեն էլ ձեռք բերում, որտեղ ամեն ինչ իր գին ունի։ Երբեմն ինձ մոտիկանում է, օրինակ եմ ասում, մի հատ տղա, մի փոքր սա հումորով եւ այլաբանորեն ասում օրինակ ես այս աղջկան եմ հավանում, ասում եմ գիտես, այս աղջիկը հոգևոր, աստվածասեր, արժեքներով լցված, խելացի իմաստուն, այս աղջիկը թանկ գին ունի, արժեք ունի։ Նկատի ունեմ, ես դրանով իրան հուշում եմ, դրանով ուզում եմ հուշեմ, ասեմ, գիտես ինչ կա, այդ քո բառապաշարով, այդ քո մտածելակերպով, այդ քո հակու կապով, չգիտեմ էլ ինչ ասեմ, չես կարա կանգնես իր կողքը։ Օրինակ եմ ասում, միտքս հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն դու դրանով իրան հուշում եմ, որ դու էլ պիտի փոխվես, դու էլ պիտի քո վրա աշխատես, դու էլ պիտի քո վրա աշխատես, դա հրաշալի, դու ընտրությունդ հրաշալի է, բայց ինքը գին ունի, որպեսզի դու դրան հասնես, մի փոքր քո վրա աշխատի, մի փոքր քո վրա աշխատի, ինքը հոգևոր է, այդ մարդը աղոթքի մարդ է, դու չգիտես աղոթես թե չէ։ Սիրելիներ, սա օրինակի համար եմ բերում, համել մի 4 հոգու բան եմ ասում։
երիտասարդական ձեռի ծառայություն եմ անում, որ հետո գործը ջբարդացնեմ սիրներ, զուտ դրա համար։ Հա։ Հետո այսօր ասելուց հետո արդեն երբ որ այս միտքը ծագի ինչ որ մեկի մոտ, էս իմ ասած գինը գալու է իր մոտ։ Գինը վստահ եմ ինչ որ մեկը իրան թույլ չի տա, ասի երևի ֆինանսի համար ասում, հա։ Վստահ եմ ինչ որ մեկի այտենց բաներ չի կարա մտածի, հոգևոր բանի մասին ենք խոսում սիրներ։ Իմաստուն էին այս 5-ը եւ ասեցին գնացեք յուղ ծախողների մոտ եւ գիտեք ինչ ասեցին, մեր յուղը ձեզ չի բավարարի։ Եկեղեցու յուղը քեզ չի բավարարելու։ Հոգևորների յուղը։ Ես ուզում եմ բոլորիդ այս 10 կույսերի կապակցությամբ մի կարևոր բան ասեմ։ Այս 10 կույսերը հարս եկեղեցին էր։ Հետարքիր է, որ նրանք բաժանված չէին հովիվների եւ ժողովրդի, մարգարեների եւ չմարգարեների, հոգևոր պաշտոն ունեցողների եւ չունեցողների, այլ Աստված այս բոլորին բաժանում է յուղ ունեցող եւ չունեցողների մեջ։ Հոգևոր մարդիկ, ովքեր միշտ պաշար են հավաքում, լցվում են, փոխվում են, գին են վճարում, մարդիկ կան։ Հիսուս Քրիստոսն ասում է նույնն էր երեկ եւ այսօր եւ հավիտյան, մարդկա դա իրան էլ է վերաբերվում։ Սիրներ, Հիսուսը կատարյալ է, դրա համար է անփոփոխ։ Մարդը միշտ պիտի փոխվի։ Մարդը միշտ պիտի փոխվի, որ հասնենք դեպի այդ կատարելության սիրներ։ Սա աշխարհիկ մարդկանց խոսք է, որ ասում են ես ասենցն եմ։ Ուզում եմ ասեմ դու որ հրեշտակած կարգին ես պատկանում, այսինքն դու վերջ հասել ես կատը, բայց հոգևորներս մենք շարունակական, բայց ուզում եմ այս բանալին, այս գաղտնիքը թողեմ այստեղ մեր եկեղեցում սիրներ։ Գին պիտի տանք, որպեսզի ձեռք բերենք, վճարենք ժամանակ, էներգիա, ջանք, եռանդ, հավես, էներգիա, գիտեք բաներ կա, որ հավես է պետք։ Սենց պիտի հելնես, Աստծո խոսքը ինչքան է խոսում ջանքի մասին, այսինքն առանց ջանքի բաներ կա, ես չեմ կարող ունենամ։ Որոշները նայում են Կարեն աղբոր, ասում են երևի Աստված սենց իրան սենց մի հատ ուրիշ ձևի է, էլի սենց նայելա հավանելա։ Ինչ որ մեկը կնա իր խմբի ավակին կտեսնի եկեղեցում մի հոգևոր մեկին իրանց խմբից զորավոր մի քրոջ եղբոր կասի Աստված ոնց որ իր հանդեպ սենց ոնց որ սենց տիրոջ սրտին կպել է էլի էդի։ Սերներ կրկնում եմ շատ եմ ասեմ մենք չենք վստահի մի Աստծու, որը աչառություններ ունի իր մեջ։ Նա աչառություններ չի անում։ Հոգին եւ հարսը եկեղեցու գործն է։ Երբ որ եկեղեցին կավարտի իր գործը, երբ որ եկեղեցին իր գործը կավարտի, մենք տեսնում ենք, որ գալուստը կապ ունի հոգու, Սուրբ Հոգու կանչի հետ եւ եկեղեցու կանչի հետ սիրներ։ Օգտվելով առիթից անպայման սա ուզում եմ ասել բոլորի սիրներ, մեզ լսողներին։ Եկեղեցու գործը վստահված է առաջին հերթին Սուրբ Հոգուն։ Եկեղեցու գործի մեջ մասնակցում է եկեղեցին, այո, Հիսուսի գալստյան գործի մեջ մասնակցում է եկեղեցին, այո, բայց պատասխանատվությունը, հանձնարարությունը համար առաջինը տրված է Սուրբ Հոգին եւ ասեց աշակերտին չգնաք, երբ որ կգա Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին երբ որ գա, նա ձեզ կառաջնորդի։ Խոսքս գնում է այն Սուրբ Հոգու մասին, որին սպասում էր Հիսուսը։ Այն Սուրբ Հոգու մասին, որին սպասում էր անձամբ Հիսուսը։ Հիսուսը երկրի վրա էր, բայց որպեսզի սկսեր, որպեսզի ծառայությունների մեջ մտներ, նա նույնպես սպասում էր։ Այդով էր այդ Սուրբ Հոգին, որին կարիքը նույնիսկ ուներ խոսքը, երկրի վրա ապրող Աստծո խոսքը, Հիսուս Քրիստոսը նույնպես նրա կարիք ուներ։ Այսինքն որքան առավել եկեղեցին պիտի կախված լինի սենց Սուրբ Հոգուց եներ։ Մենք նրա կարիքը շատ ունենք։ Սա էլ ասեմ եւ ավարտենք։ Հին ուխտում մենք տեսնում ենք Հայր Աստծո գործը, Նոր Կտակարանում մենք տեսնում ենք Հիսուսի գործը։
Հին ուխտում մարգարեներին շատերին սպանեցին, Հայր Աստծո ձայնը լռեցին, մենք տեսնում ենք լռություն էր մինչև Հիսուսի գալը, մենք տեսնում ենք Հայր Աստծո գործը, որ մարգարեների, դատավորների կողմից անընդհատ մերժվում էր, անարգվում էր։ Եկավ Հիսուսը, ինչպես վարվեցին Հիսուսի հետ, սպանեցին, խաչեցին, այն ժամանակվա հոգևոր մասան, եկավ հիմա Սուրբ Հոգին երկրի վրա։ Սիրներ, վտանգ կա, սա ասում եմ համընդհանուր բոլորին, վտանգ կա եւ այս վտանգը կա, ինչպես անարգեցին Հայր Աստծո գործը ի սկզբանե, Հիսուսին գործը, վտանգ կա, որ այս դարում էլ, այս դարերի մեջ էլ անընդհատ վտանգվում է Սուրբ Հոգու գործը, սիրներ, բայց մի ամբողջ հարցը սա է։ Հայր Աստծո հետ վարվեցին, ոնց ուզեցին, անարգեցին, մարգարեներին սպանեցին, Հիսուսին սպանեցին, Սուրբ Հոգուց հետո 4-րդ տարբերակ չունի Աստված։ Սուրբ Հոգին վերջինն է, որ երկրի պիտի իրականացնի Աստծո գործը, եւ Սուրբ Հոգին վերջին հույսն է մարդկության համար, սիրներ։ Սուրբ Հոգին եկել է եւ ելի եմ կրկնում, այլընտրանք Աստված չի պա, նրանով երկիրը պետք է արթնանա եւ սթափվի եկեղեցու միջոցով, սիրներ։ Ուզում եմ, քանի որ մեր կոնֆերանսի անունն է վերջին անձրև կամ աշնանային անձրև ներողություն, ուզում եմ մի խոսք կարդամ եւ այդ խոսքի առիթով նաեւ հրավիրում եմ բոլորիս աղոթքի։ Ժողովող 11, եթե չեմ սխալվում, Ժողովող 11:3-ը։ Եթե ամպերը լցվեն, հրավիրում եմ մեզ աղոթքի, այս խոսքի հիման վրա, սիրեր։ Հրավիրում եմ մեզ աղոթքի, մենք միասին պիտի աղոթենք։ Այս խոսքի հիմքի վրա, եթե ամպերը լցվեն, երկրի վրա անձրև կտեղա։ Շատ պարզ խոսք է։ Եթե ամպերը լցվեն, երկիրը անձրև կտեղա։ Սիրելի եկեղեցի, թող քո երկինքը, թող քո ամպերդ լցվեն աղոթքներով եւ քո կյանքը տեսնի այն աղոթքների պատասխանը, թող քո անձրևներդ լինեն այն աղոթքները, որը տարիներ բարձրացրել են, ամիսներ բարձրացել են երկինք, գիտեն գոլորշին, երբ որ բարձրանում է երկինք, աննշան մի բան է, այն ծածուկ է, գոլորշին ոչ մեկ չի կարող տեսնի, շատ միայն առավոտները կարող ենք տեսնել գոլորշու բարձրանալը, բայց այն ամպ է պատրաստում, իսկ անձրևը մեծ քանակով, երբ որ գալիս է, նրան բոլորը տեսնում են, աղոթքները ճիշտ նույն ձևի կուտակվում են աննշան ու ծածուկ, բայց դրա պատասխանները հորդառատ գալիս են եւ դրանք բոլոր տեսնում են։ Թող քո երկինքը լցվի առատ աղոթքներով, լցրու քո երկինքդ, լցրու քո ամպդ ճիշտ աղոթքներով, լցրու քո ամպդ այն բոլոր պատասխաններով, ինչ որ ուզում ես առատապես տեսնես, մի թուլացիր, մի հոգնիր, լցրու քո ամպերը աղոթքներով, լցրու քո ամպերդ աղոթքներով, եկեղեցի պիտի զորանանք ավելի ու ավելի շատ, ինձ անչափ հետաքրում է, թե ինչ է սպասվում մեր եկեղեցում, մեկ ես եմ անհամբեր սպասում, էլ ինչեր պիտի լինի, հավատում եմ, որ դեռ շատ բաներ եւ շատ բաներ պիտի լինի, սեներ։ Այսօրվա վերջի աղոթքը խոսքը միասին, թող քո ամպերդ լցվեն առատ աղոթքների պատասխաններով, սեներ։ Լցրու ամբարիր քո երկինքդ առատ աղոթքներով եւ առանց թուլանալու։